Բարև Դավիթ ջան, Ողջույն Սևակ հուսով ջան։ եմ, հուսով եմ լավ ես, բարև ձեզ սիրելի հանդիսատեսներ, դիտորդներ։ Շարունակում ենք մեր ինքնաճանաչում հանդիպումը։ Ա, Անցած հաղորդման ժամանակ կանգ առանք հոգու եւ նյութի վրա, հենց խոսքը Եհովայի վկաների մասին էր, երբ որ ասացի, որ կարծես այդտեղ չէ վերջացավ զրույցը, որ նրանք թեև ընդունում են հավատը, բայց նրանք չեն ընդունում կյանքից հետո, մահից հետո կյանքի գոյությանը։ Նրանք հոգու գաղափարը չեն ընդունում եւ պատճառ են բերում, ասում են կյանքը նման է այրվող մոմի կրակի, երբ որ կրակը հանգչում, այն ոչ միտեղ չի գնում, բայց մեկը չի ասում, խելոք ջան, բայց կրակը հանգչեց, ջերմությունը հոչը կորավ, կամ կրակը հանգչելուց հետո ծուխը, բայց ուր է բարձրանում։ Չէ՞ որ կյանքը գոյություն ունի, ջերմությունը այդ կրակի հոգին է, նա անջատվում է, բայց իր ջերմությունը բարձրանում է։ Նույն ձև հոգին հենց ինքը ջերմությունն է արարչի, նաև ջերմություն կարելի է համարել շարժող էլեկտրական ուժը, որն ունի գիտակցություն, շատ հզոր գիտակցություն։ Եվ մարմինը ընդհանրեն իր համար գործիք է իր կյանքը այստեղ կազմակերպելու, սովորելու եւ ուսուցանվելու համար, որովհետեւ կյանքը մարդու համար ստեղծված է, որ մարդը կարողանա իր արարչին այստեղ ճանաչի։ Սա ուսուցման համակարգ է։ Կյանքը ուսուցման համակարգ է մարդու համար, որpիսի մարդը ճանաչի իր արարչին։ Սա շատ հետաքրքիր է եւ այդպիսիներին ուղղակի ովքեր որ մերժում են հոգու գաղափարը եւ ասում են մարդը մահացավ ու վերջ, մահից հետո կյանք չկա, ապա թող շատերը մի փոքր գլուխ ցավացնեն եւ հարցնեն իրենց, ապա այդ դեպքում երբ որ մենք քնած ենք, ուր ենք մենք գնում այդ երազները, որ մենք տեսնում ենք, անգամ այնքան բնական է լինում շատ հաճախ, որ արտանում ենք չեն կարողանում հասկանանք, նա էր հիմա իրական, թե սա է իրական։ Անգամ մարդիկ կան, որ քրտնած կարող արտանան ինչ-որ մի հատ վատ երազից կամ կարող ավելի սենց ջերմեռանդ արտանան ու տեսնեն իրականության մեջ ու խփեն պատերին, թե ինչու ավարտվեց այդ գեղեցիկ երազը։ Թող մեկը հարց տա, եթե դու պարկած ես, քո մարմինը անշարժ է, ապա այդ դու ուր ես գնում։ Չէ՞ որ մենք գնում ենք այնտեղ, որտեղից որ եկել ենք, եւ հոգին գիշերվա այն էներգիան, որ մարմինը հանգստին է ծառայեցնում, հոգին օգտագործում է եւ գնում է այնտեղ, որտեղից եկել է եւ այնտեղ կազմակերպվում է այն ուսուցման շարունակությունը ցերեկից հետո, երբ որ անցնում է գիշերվա ռեժիմի։ Սա շատ կարևոր դրույթներ են, որ մարդկությունը եթե մի փոքր ուզենա դրա վրա գլուխ ցավացնի, շատ բան կհասկանա, բայց քանի որ մենք ի ծնե ծնված օրվանից երազներ ենք տեսնում, դա մեզ համար այնքան բնական բան ա եղել, որ մեզ թվում է թե տենց էլ պետք լիներ, էլի, դե տենց է նորմալը, տենց է ճիշտը, բայց չենք տվել կարևորություն, թե ինչ հատկանշական պահ կա դրա մեջ։ Ինչ կասես Դավիթ ջան, հուսով եմ դու էլ ես համակարծիք դրա Սևակ հետ։ ջան, շատ բաներիդ եմ համակարծիք, բայց հարցը կոնկրետ ճիշտն ասած չեմ բտնեցի։ Մի բան կարող եմ ասել, ինչ վերաբերում է, Հոգու գաղափարի մասին էր խոսքը, հա, երբ որ իրենք մերժում էին հոգու կյանք մահից հետո բայ, գաղափար։ Սևակ ջան, ասեմ սենց մի հետաքրքիր բան, այն իմ տեսանկյունը, որ ցավոք սրտի, եւ դա ոչ նորություն է, շատ հավատալիքներ կան, վկաների մասին չխոսենք, շատ բազում հավատալիքներ կան, որոնք աղանդի տեսքով, հա, մուտք են գործել աշխարհ, իհարկե իրանք ունեն իրանց ակունքային տարածքները, որտեղից ծնվում, զարգանում եւ սփռվում են աշխարհում։ Դա էլ գործիք է մարդկանց բաժանելու եւ թմբիրի մեջ պահելու իրականում։ Նույնիսկ օրինական կրոնների մեջ են այդպիսի բաժանումները։ Անձամբ ինձ դա ցավ է պատճառում, որովհետեւ եթե քրիստոնյա ենք, քրիստոնյա ենք։ Ինչ կնշանակի կաթոլիկ, ուղղափառ, առաքելական բաժանումները, չնայած առաքելականին մի քիչ ըմբռնումով կարող եմ մոտենալ առանձնացնել զուտ են պատճառով, որովհետև հայերի այդ առաքելական եկեղեցու բաժանումը շատ տարբերվում էր եւ ուներ իր բուն պատճառները եւ Քավլիցի ինքը բավականին լավ մաքուր գանձեր ունի պահած, բայց ըստ իս ցավոք սրտի միայն պահած է, չի օգտագործվում, բայց գոնե կարևորը կա։ Համենայն դեպս, երբ որ մտնում ենք մեր հին տաճարներն ու եկեղեցիները, թեկուզ խոնարհված,
իրոք կոներսի հետ ուզում ես խոսել զրուցել։ Քիչ ավելի եվրոպական մոտիվներով, հա, տաճարներ, տեսնում ենք այդ տաճարները ընդհանրապես բիզնես կենտրոնների են վերածված։ Հրաշալի արվեստ կա արած դրսից ներսից, հրաշալի, որ ոնց որ ձեռքը կպած չլինի, տիեզերական, բայց ինքը տաճար չի։ Օրինակի տարբերություն նույնիսկ մեր խոնարհված եկեղեցին։ Դրա համար կուզեի առանձնացնել մի քիչ, բայց թույլ կտամ ինձ նաև ասել, որ բոլոր աղանդ կոչվածների ծնունդը օրինական եկեղեցիների հովանու տակ է։ Ինչի Իհարկե։ համար։ Ինձ թույլ եմ տալիս ինչի համար, որովհետև մի լավ ընդունված գաղափար կա, որ ասում է մութը դա լույսի բացակայությունն է։ Գուցե եւ քրիստոնեական եկեղեցիները թերացել են։ Ինքս համոզված եմ, բայց ասում եմ գուցե եւ թերացել են ինչու՞մ։ Նրանում, որովհետև իրանք էլ մենք անցած անգամ խոսում էինք, որ ամենամեծ խնդիրներից մեկը նա է, որ փոխանակ սովորական գրված գիրքը, կանոնիկ գրված գիրքը կարդան եւ փորձեն ճիշտ ընկալեն, այլ գրվածը ընկալելու փոխարեն չգիտես որտեղից եկած մեկնություններով են խոսում մարդկանց հետ, նույնիսկ կրոնավորները իրենց դաշտում։ Իսկ այդ մեկնությունները իրենց մեջ մեծ կեղծիք են պարունակում։ Ես կարող եմ օրինակներ բերել, ինձ թույլ տալով, չնայած շատ մոտ մարդիկ ունեմ, ճանաչած հոգևորական դաշտում, բայց ինձ թույլ տալով կարող եմ ասել, որովհետև չեմ ամաչում։ Իհարկե, ասում եմ Շատ Պլատոնն անգերես է։ սովորական, նայ օրինակ բերեմ։ Միշտ մարդկանց քարոզվում է, որ դուք մեղավոր եք, ադամական մեղքի կրողներ եք։ Այնինչ կարող եմ վստահաբար ասել, որ այն ադամական մեղքը, որի հիման վրա ասում են, որ մենք մեղք ենք գործել, ամեն մարդ մեղավոր է, այսինքն արգելված պտուղի ուտելը, դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև սովորական մի բան։ 5 տակարենան Աստված նախ անցած անգամ ասացի կիսատ մնաց, ասեմ որ պարզ ընթերցելուց երբեք չենք տեսնի, որ հին Աստվածաշնչի մեջ կտակարան հին ուխտի մեջ գրված է տիեզերքի ստեղծումը։ Չկա այդպիսի բան, այլ նշված է աշխարհի ստեղծումը, որը այս նյութական աշխարհի մասին է խոսքը։ Ու այլ մոլորակի մասին չի խոսքը։ Իսկ արարիչը դա տիեզերքի ինքնարարված էակն է, մեծ հոգին, որի շնորհիվ նաև արարվեցին թե բոլոր մոլորակները աստղերը եւ ամենը։ Այո, նրա Բայց հարցությամբ։ անայի սովորական պարզ օրինակ հին աղտում գրված է աշխարհի արարումը եւ ասում է աշխարհը ստեղծեց էս, չէ։ Բացի դա, նայ ասում է այդ աստվածության կողմից ասում է չուտեք, թե չէ կմեռնեք, ճիշտ է։ Բոլոր ծառերից կերեք, բայց այդ ասում է երկու ծառ տնկեց, ասեց էս մի ծառից չուտեք, թե չէ կմեռնեք։ Այնինչ օծը, իհարկե օծը որպես օծ պետք չի պատկերացնել, բայց հիմա այդ մասին չխոսեմ, շատ փոխաբերական իմաստով ենք ասում, օծի կերպարը, ինչ է ասում է դուք չեք մեռնի, այլ կճանաչեք բարին ու չարին ինչպես աստվածները, եւ եթե նայում ենք ճիշտ ենք կարդում, հասկանում ենք, որ իրավ Ադամն ու Եվան չմահացան, այլ ճանաչին բարին ու չարը, եւ դա ապացուցում է նույն աստվածությունը իր խոսքերով։ Նա ինչ է ասում է նախ միշտ ցիտելս այդ ասածը, ասեմ որ օրինակ հոգևորականները ըստ հայրերի եկած մեկնությամբ ասում են ոչ մահացան, իրանք մահացան հոգևոր դաշտում, Ադամն ու Եվան անմահ էին, բայց դրանից հետո դարձան մահկանացու։ Ասեմ որ այդպես չի, եկեք վերցրեք, պարզ կարդացեք, իմ խոսքը մի լսեք, նայեք ընդեղ։ Հիմա ասեմ ինչու այդպես չի։ Պարզ գրված է, կարող եմ գիրքը բերել, հենց հիմա կարդալ, բայց անգիր կարող եմ ցիտել մի բառի տարբերությամբ։ Հա, ինչ է գրված։ Գրված է, որ երբ Աստված տեսնում է, որ կերան այդ պտուղը, մի խոսքով քննադատանքներից հետո ասում է. ահա եւ մարդը կերավ եւ ճանաչեց բարին ու չարը ինչպես աստվածները։ Ստեղից հետևություն, որ բարին ու չարը դա աստվածների հասու գործողություն է, չէ՞, բարին ու չարը Գիտակցություն ճանաչել։ էր, այո, Ասում դա է գիտակցության ճանաչեց, մակարդակ էր։ միտեղ գրված ասում է ճանաչեց ինչպես աստվածները, միտեղ ասում է մեր պես ճանաչեց,
Բայրն ու չարը։ Ու ինչ է ասում, եթե ասում դիտարկենք այն, որ իրանք մահկանացու չէին եւ դարձան մահկանացու, ասեմ շարունակություն ասվում է, ահա եւ իրանց հանեմ Եդեմի պարտեզից, որ հանկարծ չուտեն կենաց ծառից էլ ու հավիտյան կյանք չունենան։ Ստեղից հետևություն, եթե ասում է դուրս հանեմ, որ հանկարծ կենաց ծառից, որը ինքը հենց անմահության ծառն է, այսինքն անմահության ծառից չուտեն, որ անմահ չդառնան, դա նշանակում է, որ սենց թե հենց Եդեմում էլ մարդը իր վերջին ծնունդով արդեն մահկանացու էր։ Հակառակ դեպքում, եթե անմահ լիներ, կարիքը ո՞րն էր, որ տվյալ Աստված պետք է ասեր հանկարծ չուտեն, որ անմահ չդառնան։ Չկա կարիք։ Տես ինչ ուղղակի պետք է կարդալ։ Եթե լսում ենք մեկնություններին, մենք ընդունում ենք, որ ադամական մեղքը մեր վրա է եւ վերջ։ Եվ մենք ինչ քայլ անենք, ինքներս մեղավոր ենք։ Դա կարևոր գործիք է, որովհետեւ եթե դիմացինը իրան մեղավոր է զգում, դու կարողանում ես ապացուցել, որ ինքը մեղավոր է, տվյալ Դու կարող մարդը ես իշխել դառնում է իր քո վրա։ ստրուկը Այո, դու իշխում եւ ես իր իր վրա։ կյանքը միջև վստահում է քեզ։ Դա մեծ ինստիտուտ է, տրկատիրական ինստիտուտ է, եւ օրինակ հերաները ամեն ինչ անում, որ 10-րդները գնա լցվի սինագոգ, եւ իրենք ի տարբերություն օրինակ հայերի, այդ սինագոգի ընդհանուր հավաքված 10-րդները գործի են դնում հերատեսակի զարգացման, ուսման, աճի եւ այլն, հա, որպեսզի կարողանան աշխարհ գրավեն։ Իսկ ըստեղ ով հարկ չի տալի, լավ տղա է Իսկ խաղում։ իսկ Լավ տղա է համարում։ հա, իսկ ստեղ հակառակը, բայց դա անցնենք առաջ, շեղվենք մեր Հա, թեմայից։ իհարկե։ Նայ, բաց այդ մեկնություններից է, չէ՞ ասում։ Երկրորդ կեղծ մեկնությունը ասեմ եւ էլ չխոսենք այդ մասին։ Երկրորդ կեղծ մեկնությունը օրինակ Բաբելոնի աշտարակաշինությունն է, որը ինձ շատ շատ տանջող հարց է։ Նույնիսկ շատ զարմանում եմ, որ հրաշալի մարդիկ, ովքեր նույն կրոնական ստանդարտից արդեն դուրս են եկել, բայց եւ խոսում են ինքնաճանաչումից եւ այլն եւ այլն, բայց հենց այս կոնկրետ երկու հարցին չեն նկատել եւ ճիշտ չեն անդրադառնում։ Եվ միայն այդ կեղծ մեկնությունների հիման վրա են իրենց մնացած ուսումնասիրությունները կատարում։ Իսկ եթե քո առաջի հիմքը կեղծ է, գնացածը ճանապարհը չի կարող ճիշտ լինել։ Շեղվելու ես դու։ Միանշանակ դա իհարկե։ Կարող եմ կոնկրետ Ֆունդամենտալ ցիտել, նայ, բոլորը խնդրում եմ դու ինձ ասա, Բաբելոնի աշտարակը ինչու էին կառուցում։ Հիշում ես։ ես հիշում եմ, բայց ուզում եմ, որ դու այդ մասին ավելի կոնկրետ։ Ասեմ, բոլորի մոտ թյուրըմբռնում կա այսպիսի, որ Բաբելոնի աշտարակը մարդիկ որոշեցին կառուցեն աշտարակ, որպեսզի հասնեն Աստծուն, եւ Աստված դրա համար ջղայնացավ, պատժեց մարդկանց, լեզուները խառնեց, որպեսզի այդ ձեր բաները չանեն, չէ՞։ Հասկանում ես, այդպիսի ընկալումով եթե նայում ենք, դուրս է գալիս, որ իրոք այդ ջերեղեղ եւ այլը դաշ չեղավ, մարդիկ որոշեցին էլի գոռոզություն, էգոիզմ իրենց մեջ Անբախտաբանություն, հա։ հա, այնինչ, ընդեղ այդպես գրված չի, պարզ վերցրեք, կար նույնիսկ աշխարհաբար թարգմանության մեջ այդպես գրված չի։ Չնայած որ շատ բառեր փոխված են, բայց այդպես չի գրված։ Ինչ ձև է գրած։ Գրած է եւ մարդիկ, երբ որ եկան, եթե չեմ սխալվում, տվյալ քաղաքի անունը Սենաթ է, մի խոսքով կոնկրետ քաղաք, այս պահին չեմ հիշում, ներեցեք, Սենար, եթե չեմ սխալվում, երկիր եկան, հա, առաջին հերթին, եթե գոյություն ունի Սենար անունով երկիր, դա նշանակում է այլ երկրներ էլ պետք է լինեն, որովհետև երկիրը գոյություն ունի միայն այն ժամանակ, երբ որ կողքն էլ էլի երկրներ կան։ Թե չէ եթե դու ազատ ես, լիարժեք եւ մենակ ես այդտեղ, իմաստը ո՞րն է, ինչ որ խմբավորվես եւ երկրին անուն դնես, առասարակ երկիր սարքելն է անիմաստ դառնում։ Իհարկե։ Եկեք սա ֆիքսենք, որ դա կոնկրետ երկիր էր, որը այնտեղ գրված է։ Դա շատ կարևոր փաստ է։ Ասում են մարդիկ այնտեղ հարմար տարածքեր որոշեցին վերցնեն կավը, դարձնեն աղյուսներ, վերցնեն ձյութը որպես ցեխի տեղ եւ աշտարակ մտածեցին աշտարակ կառուցեն դեպի երկինք,
որ իրենց անունը հիշվի կամ պահվի, նայած որտեղ է գրված։ Եթե դեպի երկինք կառուցելը դա համարում ենք, որ ուզում էին Աստծուն հասնեն, այնտեղ երբեք չեք տեսնի գրած, որ ուզում էին Աստծուն հասնեին։ Իսկ ի տարբերություն ցանկացած հոգևորականի, եթե իհարկե ճիշտ չի դիտարկվում, ոչ բոլորի մասին է խոսքը, եւ ցանկացած աղանդների մարդկանց, ցանկացած հավատքի մարդկանց, ինքս ավելի բարձր եմ գնահատում այդ գրքերի տեքստերի բառերը, որովհետեւ կարծում եմ, որտեղ սխալ բան չի կարող գրված լինի։ Եթե դիտարկում ենք այդպես, որ ճիշտ է գրված, այնտեղ ընդհանրապես գրված չի, որ ուզում էին Աստծուն հասնեին։ Ուրեմն եկեք հանենք մենք ընդմիշտ այդ գաղափարը։ Այնտեղ գրած է ուզում էին հասնեին երկինք։ Ուզում երկինք հասնելու բարձրության շենքերի գաղափարը հիմա մեր 21-րդ դարում երկնաքերի տեսքով շատ լավ կա։ Դա չեղավ, որ Աստծուն են ուզում հասնել։ Դա կոչվում է երկնաքեր, էլի, երկինք Բացի հասնել դա, նշանակում է առհասարակ երկնաքերի հասնել։ բարձրահարկ կառույց ինչի համար էին ուզում կառուցեին, հիմա մենք գարսենք այդ գաղափարին, որովհետև տարածքը իրանց հնարավորությունը մեծ չէր ընդլայնվելու, պետք է փոքր տեղում իրանք փորձին պահվեին, առանձնանային։ Քաղաք սարքենք։ Ինչ որտեվ ասում է ուզում էին իրենց անունը պահվի կամ հիշվի, երբ է մարդ ցանկան, որ իր անունը հիշվի կամ պահվի, որտեվ շուրջը կա վտանգ, որի շնորհիվ կարա իր անունը, իր ցեղը վերանա, այսինքն իր սերունդը վերանա, իր սերունդը պահելու խնդիր կար դրված։ Հիմա հարց կառաջանա, ովքեր էին, որ պետք է Եվ հարցի պատասխանը գրված է։ Նախ միշտ դա էլ էր գրված, բայց այդ մասին հիմա չեմ միշտ թույլ տա խոսել, ով կուզի թող կարդա ու ականջունի կլսի եւ աշկունի կտեսնի, եթե մեր այս հաղորդումների ժամանակ հարցեր կբարձրանան, սիրով հետո կփորձեմ պատասխանել թույլ տվածի չափով, իդեպ ասեմ, որ թույլ տվածի չափով պետք է խոսեմ։ Հիմա ասենք Բաբելոնիա աշտարակաշինությանը, նա ինչ է ասվում։ Ասում է եւ Եհովա Աստված, շեշտում եմ Եհովա Աստված, ասեց եկեք նախ այն շեշտեմ այն Աստվածն է, որը հետագայում պետք է ասի ես միակն եմ։ Այդ միակը ասում է եկեք իջնենք տեսնենք ինչ են անում մարդու որդիները։ Հիմա հարց, ում էր ասում եկեք իջնենք, եթե ինքը մենակ էր։ Եվ եթե նա Բացի դա, Աստված էր, արդյոք տեղյակ չէր, որ պետք է իջներ, որ տեսներ։ բացի Բադի դա, ամենուր պետք է Նայ, լիներ։ բացի դա է ուզում ասել, եթե ինքը իրոք արարիչն է, արարիչ է Հիսուսի ներկայացրած ամեն ինչ եւ ամենտեղ եւ ամենուր, այսինքն եթե ամենտեղ եւ ամենուր ես, կարիք չունես ինչ որ տեղ գնալ տեսնելու։ Դու պետք է նույնիսկ ցանկացած մի կերպ գործողություն առանց քո կամքի չի կարող լինի ուղակի։ Իսկ Հիմա Եհովայի էլա, վկաները ասում են, որ Եհովան երբեք իր աթոռը չի լքել։ դե Այդ որտեվ ո՞նց է լքել ու իջել է։ հա, Իջել ինչպես ու տեսին ինչ ենք։ երկրների ղեկավարները աթոռ չեն ուզում լքեն։ Հա։ Հիմա նայ, Սևակ ջան, ի՞նչն է խնդիրը։ Գրված է. տեսնենք ինչ են անում մարդու որդիները։ Եթե դու բոլորի հայրն ես, ինչու ես առանձնացնում եւ ասում մարդու որդիները, չես ասում տեսնեմ ինչ են անում իմ զավակները։ Ստեղից հետևություն մարդու որդիները ամենևին կապ չունեին քո զավակների հետ։ Որպես ապացույց հուշեմ, Հիսուսը ինքն իրեն կոչում էր մարդու որդի։ Հավատացնում եմ ամենևին նկատի չունենալով մարմնական մարդուն, ոնց որ ներկայացնում են շատ դաշտերում, չշեշտեմ ովքեր, իսկ որ մարդունի նկատի ունեին, թույլ տուր հիմա չխոսեմ այդ մասին, որովհետև մի հուշում կանը, որ մարդը ամենևին այս նյութական մարմինի չի, այլ այն հոգի կոչվածը մարդու մի փոքրիկ մասնիկն է, որը կոչվում է հենց արարչական մասնիկ։ Դա հուշում թող լինի։ Մարդ բառը առհասարակ մենք ինքներս մեզ որ մարդ ենք ասում, շատ ծամծամված բառ է, բայց ինքը իրականում շատ հզոր բառ է իրանից ներկայացնում, որը չի կարելի ուղղակի անիմաստ տեղը ասել։ Էժանացնել պետք չի։ Այո։ Ասում է իջնենք տեսնենք ինչ են անում մարդու որդիները, եւ իջան, տեսան եւ ասեց. եկեք խառնենք անոնց լեզուները, որ մեկ-մեկու չհասկանա եւ ցրվեն աշխարհով մեկ, որ իրանց բռնած գործը չկատարվի եւ մի խոսքով գիտենք ինչ եղավ։ Իսկ ումից էին ուզում պահվեին հենց մարդու որդիները։ Եթե
ասում ենք մարդու որդիները, դա նշանակում է այնտեղ ուրիշ որդիներ էլ կային, ինչպես եւ հիշեցնեմ, որ սկզբից ուշադրություն ներկայացրեցի, որ տվյալ երկրից բացի ուրիշ երկրներ պետք է լինեին։ Այսինքն այլ էակներ կային, որոնց մասին խոսում էին Նոյից հետո, երբ որ ասում են Աստծո որդիները որոշեցին մարդկանց կրթության առնել, որոնցից ծնվեցին հսկաներ եւ այլ կերպարներ, չէ՞, sense մի բան Նեֆիլիմներ, այո։ Հա։ ապրես։ Եվ դրա մասին հետո չի շարունակում։ Այսինքն այլ որդիներ, այլ էակներ կային մարդկային կերպարով գուցե, որոնց մասին նույն Հիսուսն ասում է. «Պետք չի վախենալ սորական գայլերից, այլ վախեցեք այն գայլերից, որոնք գառան մորթի են հագնում»։ Այսինքն փորձենք հասկանալ ինչի մասին է խոսքը։ Դե դրան տրվեց նաև այլ Աս մեկնություններ, իբր աղանդավորներին են նրանք կոչում, որ կգան Հիսուսի անունով կքարոզեն, բայց հափշտակող գայլեր են, բայց Քրիստոսը միշտ խոսում էր այլաբանական նաև իմաստներով եւ առակներով, հետո այնտեղ միտեղ էլ ասում մարգարիտները խոսերի առաջ մինետի։ Քրիստոսի բարոյականությունը էթիկան թույլ չէր տանա մարդու խոս համարել, եւ որտեւ ինքը ասում էր մի դատի, որ չդատվես։ Հետևաբար ինքը միացե դրույթ է բերում շատ նուրբ կարմիր թելով սենց անցնում է, էլի շատ նուրբ, որ մենք հասկանանք, որ այո, նաև կան մարդիկ, որոնք արտաքնապես մարդու նման են, բայց նրանց մեջ կա խոզի էվոլյուցիոն այդ կերպարանքը, որ նրանք մարդու մարմնով խոզեր են։ Այո, եւ կան, մենք ունեցել ենք այդ դիցաբանության մեջ կենտավրոսի նաև տեսքով, չէ, այծի տեսքով մարդիկ են եղել սինխրոն, բայց հետո փոխվել է էվոլյուցիան, այո, տարբեր ձևերի մարդիկ կան այստեղ։ Սևակ ջան, ինչ վերաբերում է խոզին, պատահական չի, որ հենց խոզի օրինակն է բերում։ Եթե կցանկանաս, քանզի այս հատվածով ուզում էի ավարտել այս մասը, ուղղակի մեկնությունների, սխալ մեկնությունների, պատճառ սխալ ընկալումների ապացույցն էի ուզում բերեի, ըստ իս, նորից պետք է խնդրեմ հանդիսատեսին, որ կարող են ընկալել սա ամենը որպես իմ սեփական կարծիք զուտ, չնայած ինքը սա իմը չի, ընդամենը կարելի է, եթե կարդում ենք, կարդալ, պարզ եւ փորձել տողատակերը տեսնել, կհասկանանք։ Ինչ վերաբերում է խոզի կերպարին, պատահական չի, որ խոզի օրինակով է բերում, խոզը ամենևին կապ չունի դիվահարների կամ լավ մեր իմացած դիվահանության հետ։ Պատահական չի, որ նույն իսլամում կամ հուդայիզմում խոզ չեն ուտում, քրիստոնեությունն էլ առհասարակ արգելում է խոզ ուտելը, շատ ուժեղ արգելված է, բայց դե քրիստոնեությունը համարվելով ամենազատ կրոն, գիտես, քրիստոնեության մեջ ամեն ինչ թույլատրելի է նաև։ Սկսած խոզ ուտելուց վերջացրած խոզի օրինակով եւ դևերին ուղարկելով դեպի խոզերը, դրանք ամենք ունեն շատ թաքնագիտական պատասխան, որի մասին հետո կարելի է խոսել, ընդհանրապես ցանկանում եմ ասել, որ կոնկրետ պատասխան ունի եւ ամենևին կապ չունի այն պատասխանի հետ, որ ասում են խոզը նրա համար չի կարելի ուտել, որովհետեւ դևերին ուղարկես խոզերի մեջ ու խոզերը համարվում են դիվահարված։ Ոչ, դրանից առաջ եթե նայենք, նաև պետք է հասկանանք ինչու հենց խոզերի մեջ ուղարկվեց դևը կամ Նո դևերը։ դա այլաբանական իմաստ է, իրականում չգիտեմ, Ասեմ, ասեմ դա այն պատասխաններից է, որը այլաբանությունից բացի անմիջապես գիտակարորեն ապացուցված փաստ է։ չէ, տեսարանն եմ ասում այլաբանականը, տեսարանը։ Ես չեմ կարծում, որ նման բան Քրիստոսը արել է, բայց այնուամենայնիվ դա պետք էր նաև, որ դա այդ կենթանին չուտելու համար Թեկուզ այլաբանորեն էլ եթե չնայենք, բառացի նայենք, որ ինքս չեմ էլ շղթում, որ այդպիսի բան եղել է, որովհետև դա շատ նորմալ երևույթ է, երբ որ ասեմ պատճառը որն էր այդ խոզերի մեջ ուղարկելու, ավելի ընկալելի կլինի, կամ առասարակ խոզի գաղափարը մի փոքր քննարկենք, ուղղակի մեր ժամանակը գուցե թույլ չտա արդեն այդ ամենի մասին խոսել։ Դրա համար թող այս անգամվա մեր հանդիպումը լիներ հենց այդ մասով, որ այդ բոլոր խեղումների մեծ պատճառը հենց սխալ մեկնություններով
Իրել մարդկանց, այն մարդկանց մարդկանց, ովքեր վստահում են, կուրորեն վստահում են հոգևորականներին, աղանդավոր հայրերին եւ այլն, սովորական մարդկանց, ինձ քեզ մեզ էլ պետք չի վստահել կուրորեն։ Պետքա գիտակցված գնալ, փնտրել, այսքան օրինակ բերեցի, բացել, կարդալ, գուցե սխալվում եմ, խնդիր չկա, հարցեր գրել, շատ նորմալ է, շատ առողջ է։ Ինքս իմ տեսանկյունի ուսումնասիրություններով եմ նայում ասում, դու քո տեսանկյունից ես հարցերդ բարձրացնում։ Խնդրեմ, մենք զրուցում ենք ինչ որ մի արթնություն գալու համար, հա, գուցե եւ ընթացքում մենք էլ ինչ որ նորից բաներ բացահայտենք, որովհետեւ այնպես չի որ բացահայտել ենք ամեն ու վերջ։ Բայց շատ կարևոր է հասկանալ այն պատճառը, որ մենք ինչի համար ենք այս օրին։ Թեկուզ այդ քո սկզբից զրույցի ժամանակ ինչա կատարվում այդ աղանդավորական դաշտերում։ Ամենևին չեն ել հետաքրքրում անձամբին, թե իրանք ինչ են մտածում հոգին մահից հետո ուր է գնում կամ ուր է մնում, որովհետև սկի այս մեր նյութական կյանքը չեն հասկանում ու ապրում։ Իսկի չգիտենք կողքի երկրում ինչա կատարվում, մեր կողքի շենքում ինչա կատարվում, բակում ինչա կատարվում, ուր Իրանք մնացել են ընդհանրապես մի կյանքի բանի վրա են ֆիքսվում, որ գիրքը գրքերի գիրքն է, ահա տեսեք, բոլոր մարգարեությունները հիմա մենք ականատես ենք, կատարվում են ամբողջ աշխարհում, մեկ իրանք սրանով համարում են, որ այդ սուրբ գիրքը սրբության սրբոցն է, ամենանն է, դրանից ենկում ճշմարտություն չկա։ Բայց իրանք չեն էլ հասկանում դա որտեղից է գալիս եւ ինչպես է կատարվում այս սցենարները, ովքեր են իրագործում այս սցենարները, որ որպես սցենար գրետվել են մարգության ձեռը։ Ես այդ խորքերը մտել եմ գիտեմ, բայց դե իրանք ասում եմ կարծեմ ով էր, տվեն էր թե Նիցշեն չեմ հիշում, որ մեկներ ասում եմ մարդուն ավելի լավ է թույլ տաս խափվի, խափես նրան, քան համը բացատրես, որ նա խափված է։ այո Սևակյան։ Մարդիկ թույլ տանք որ խափեն, բայց արի այսքանով եզրափակենք այսօրվա զրույցը, մնացած թեմաները թողենք մի քիչ ինտրիգային հետաքրքիր, թող համել մեր դիտորդները մի քիչ մտածեն այս թեմաների շուրջ եւ թող կոմենտներում գրեն։ Մենք էլ սիրով կանրադառնանք իրենց կողմից առաջարկած հարցերի մեր կարողության սահմաններում։ Խոզերի թեմային է, Բայ։ նույնպես կանրադառնանք։ Այ Սևակյան, սիրով հարցերը եթե կլինեն, սիրով կփորձեմ պատասխանած լինել, ինչքանով որ կկարողանամ, ինչքանով որ ինձ թույլ կտամ կամ կզգամ այդ բայի համար պետք է։ Շատ լավ, Դավիթ ջան։ Դե, մինչ հաջորդ հանդիպում, Բարի, շնորհակալ եմ կրկին։ փոխադարձ, Սպասություն, հացն ու գիրին դեր կենթանի։ կենթանի։ Այո, սպասություն ժողովուրդ ջան։ Հաջողություն։